Ես ինձ աթեիստ էի համարում, ես ֆիզիկա էի սովորում ու Կրթությունը ֆիզիկայի գծով։ Ֆիզիկա եմ արել ու ես դրա մեջ էի իմաստ գտնում այն ժամանակ, բայց միանշանակ զգացի, որ բոլոր հարցերիս չէր կարող ֆիզիկան պատասխանել, որովհետև նույնիսկ ֆիզիկոսները գնում տեղ չեն հասնում։ Գիտության համար բան է, քանի դեռ ապացուցված չկա։ Բայց գյուտերն էլ անում են նրանք, ովքեր չեն համաձայնվում դրան։ Իհարկե։ Հա? Այսինքն գիտության խելագարներն են փաստորեն, չէ՞ որ գյուտեր են անում, հա։ Մեջտեղից գիտականը դու ես, փոխանակ դու ես բացես ինչի՞ց է, ասում ես ինչի՞ց է, բայց կարող ենք տրավաբանենք միասին։ Ասեն ստրատեգիապես բաժանվեին այն լուսավոր հոգիները քարտեզի վրա, որոնք որ մեկը ստեղ զարթնեց, մեկը ստեղ, ու ամեն մեկի վրա այդ միսիան դրվեց արդեն այդ սուրբ հոգու կողմից, հա, որ պետք է գնաս, այդ քոնը տարածես։ Ինձ թվում է, որ այդ ոսկե հատման օրենքը արդեն միացել է։ Միշտ դեպի էվոլյուցիա է գնում, բայց որ երեխան ծնվում է ինքը մաքուր է, չէ՞, ու մենք որ ծնվեցինք, օրինակ ես մաքուր եմ, ծնվել, հետո ինչ որ չափի դեգրադացիա եմ ապրել, բայց ինչ որ մի պահի վերադարձել եմ ես այդ իրականությանը։ Որպեսզի հասկանաս ինչա աճը, պետք է լինի նաև ձախը, չէ՞։ Քանի ձախը չկա, ինչ կիմանաս, որ դա աճն է։ Այս մեր մոլորակի ավարտվածներին, ասենց ասեմ, այսի Հարվարդն աստեղից ով ավարտեց, ամենտեղ ընդունում են, հա, որովհետև քանի որ շատ ծանր է աստեղի վիբրացիաները, աստեղից քեզ վերագտնել հետ ուղարկելը, ոնց որ ավարտել է ինքը դժվար է։ Մատի ծայրից մինչև ստեղ կամ ձեռքից ու թևից այդ ռեսիոն ամենտեղ գտնում ես, դա լինի ծաղիկների մեջ, ծառերի մեջ։ Եթե հասկանում եք, որ կա ինչ-որ մի հատ բարձր գիտակցություն, որը որ այս ամեն ինչը ոնց պետքա կառավարում է, այդ բարձր գիտակցությունները փորձություններ ունեն անում, որ մենք ունենանք, որպեսզի հաղթահարենք, չէ, հզորանանք, գնանք այնտեղ, որտեղ որ գնում ենք։ 1923 թվականից սկսած, հենց նավասարդից, հա, երկիր մոլորակին սկսվել ներմուծվել հզորագույն էներգիաներ, հենց այս վերելքի համար, ու այդ էներգիաների առաջին հոսքը եղել է հենց Տաթևիսյան վրա, ու սկսվել է նպատակաուղղված հենց Հայաստանի եւ Վրաստանի տարածքում այդ էներգիաների մուտքը, որովհետև հենց այս տարածքում է սպասվում գիտակցական հզոր տպորտքում։ Եթե մենք գիտենք, ուրեմն պատասխանատու ենք, որպեսզի ուրիշներն էլ իմանան։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչպես է Զարեկ ջան։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Շատ լավ։ Մի քանի բառով մեր հետևորդներին ներկայացնենք Վարագի մասին։ Վարագը շատ արթուն հոգի ունեցող երիտասարդ է, ում հետ վաղ վիճակվեց ծանոթանանք, ես մեր հայաստանյան ճանապարհության ժամանակ, դու ներկայացնում ես մի հատ շատ հիասքանչ երիտասարդների խումբ, ձեր խմբի անունը դեպի իրականություն, եթե մի բան հանգարց սխալ կասեմ, ինձ ուղղի, որովհետև մենք ընդամենը մի քանի օր որ ծանոթ ենք, էլի։ Ձեր էջ իմ դուրս շատ եկավ, ես գրեցի ձեր խմբի անդամներից մեկին ու հանդիպեցինք ու զրույցներից որոշեցինք, որ կարելի է մեզ հետաքրքիր podcast անել միասին, մտքերի փոխանակություն։ Պատմես մի քիչ քո անցած ճանապարհի մասին, ոնց ես եկել հասել այստեղ։ Դե այս ոլորտը ավելի կասեի COVID-ից հետո սկսեց իմ մոտ, հակառակ որ հարցերը այդ բանը միշտ էլ եղել է կյանքում, մանկությունից այդ տարբեր զգալ է եսիմ, բայց COVID-ի ժամանակ ես խորացա այս ամեն ինչի մեջ, այդ ստիմա շատերի մոտ տենց եղավ COVID-ից։ Գիտես, իրոք շատերի մոտ ստեղակի հարց է առաջանում, պարապենք ժամանակ ունեցանք, սկսեցինք բզբզալ, թե պրոստը այդ COVID-ը քանի որ սենց լուրջ հոգևոր ճնշում, հա, դրեց բոլորիս վրա, դա ոնց որ նպաստեց, որ սենց մի հատ են արտնասպա փուլ ապրենք, էլի։ Ինձ մոտ օրինակ COVID-ը կարելի ասել սկսել էր, բայց մեր պատերազմի այդ ծանր վերջաբանն էր, որ վերթեց այս ամեն ինչին աստամ։ Հա, ես կասեի ցավն էր, միշտ տխուր է, բայց այդ պատերազմը, COVID-ը, դժվարությունները, որ անցնում ես, ինչ-որ պահ գալիս, որ ուզում ես իմաստ գտնես, էլի այս ամեն ինչի մեջ, ու այդ իմաստը ինձ այս տեսքով եկավ, այդ հավատքի բանով, ես ինձ աթեիստ էի համարում, ես ֆիզիկա էի սովորում ու Կրթությունը ֆիզիկայի գծով։ Ֆիզիկա եմ արել
ու ես դրա մեջ էի իմաստ գտնում այն ժամանակ, բայց միանշանակ զգացի, որ բոլոր հարցերիս չէր կարող ֆիզիկան պատասխանել, որովհետև նույնիսկ ֆիզիկոսները գնում տեղ չեն հասնում, այսպես ասած, ու այդ իրանց հատումը ես գտա էլի, ոնց որ այդ ֆիզիկայի մեջ այդ հոգևորը ու այդ ճանապարհը որոշեցի, հետո դե եկա Հայաստան, այս Հայաստանի բանի մեջ խորացա, այնտեղ Այսինքն կրթությունը Հայաստանում չէի ստանում։ Հա, չէ։ Արտերկրում։ Հա, ու որտեղ։ Դե ես ստեղ եմ ծնվել մեծացել ամեն դեպքում, բայց արմատներով ոնց որ Լիբանանահայ ենք papayi կողմից։ Տենց գնացի դպրոցից Լիբանան ավարտեցի, հետո էլ Ֆրանսիա եմ եղել, ֆիզիկա էլ ընդեղ եմ արել 4-5 տարի։ Բայց դե երևի շատ քաշեց էս մեր Հայաստանը։ Շատ հետաքրքիր է։ Գիտնականները, այնց հատկապես ֆիզիկոսները ու քոնը կվանտային ֆիզիկայի նիստն չէ, թեորիկալ ֆիզիկաներ, հա։ Ինձ թվում է իրանց մոտ այդ անխուսափելի է այս հոգևոր աճի ուղին բռնելը, որովհետև օրինակ ես գիտես այնօր ինչ միտք եկավ մոտս։ Ինձ թվում է չի կարա լինի աթեիստ գիտնական այլևս։ Սովորաբար մենք ոնց ենք սովորել, չէ, որ գիտնականն եղել է աթեիստ։ Հա։ Բայց եթե այսօր գիտնականը մի քիչ ուսումնասիրում արդեն կվանտային ֆիզիկա, արդեն այդ աթեիզմի միտքը դուրս է գալի, արդեն եթե դու կվանտային դաշտ ես մուտք գործում, ինչ աթեիզմ։ Նո, արդեն չես կարող, ուղղակի անտեսես հոգևոր։ Իհարկե։ Հոգևորը գալիս է ու գրավում է իր տեղը։ Շատ կարաս այդ հոգևորի անունը փոխես, ասենք ինչ-որ չգիտեմ, quantum field, այտենց մի բան դնես, բայց էլի նույն նոյության մասին ես խոսում արդեն։ Հա։ Արդեն տենց է ստացվում, ֆիզիկոսներն էլ նույնիսկ սկսում են իրանք մենակով արդեն այդ թեմաները շոշափել, ուզած չուզած, իրոք տենց է։ Իսկ գիտես էլի մի հատ էլի ինչ միտք ունեմ ես, որ ցանկացած գյուտ, հա, ինչ-որ մի հատ sense հոգևոր sense channel, հա, channeling-ները որ կան, ասես մի հատ հոգևոր դաշտից է եկած message է, որը որ ստացել են ու փորձել են հասկանան այդ ինչա, ու այնքան են ուսումնասիրել, դրանից արդեն դուս է եկել այդ գյուտը, այսինքն ինչ-որ մի հատ հոգուց եկածած ազդանշանի ապացուցման փուլն է, էլի որ դա առնում է այդ գյուտը։ Ճիշտ եմ այդ բանանում բացատրում հասկանում։ Բանը կարծեմ Նյուտոնը, որ այդ բաները հորինեց, այդ գրավիտացիայի օրենքները, միևնույն ժամանակ Ֆրանսիայում մի հատ գիտնական, որ անունը մոռացել եմ, ինքը հենց նույն գյուտն է արել, բայց ուրիշ ճանապարհով, ասել է այդ նույն բանին, ու այդ հիշեցի մի անգամ հենց որ ասեցի, որտեվ իրոք տենց է գյուտերը։ Նույն ժամանակաշրջան, որ Նյուտոնն արել է։ Քանի հոգու գալիս է, էլի։ Դա բանն է, 100-րդ կապի օրենքն է, գիտես այդ մասը։ Չէ, լսել, չէ։ Չես լսել։ Պատմի, հետաքրքիր է շատ։ Ուրեմն կարծեմ 1960-ականներին էր դա, Ճապոնիայի մի հատ կղզիներից մեկում։ Հիշեցի։ Հիշեցի։ Այս պատմի։ Okay։ Այդ կապիկների, որ ապրում են, որ բազմացնում են կապիկներին, այդտեղ երբ որ բատատը լցնում են ուտելու կապիկներին, մի հատ ջահել կապիկ աղջիկ վերցնում է բատատը ուտելուց առաջ լվանում է ջրի մեջ։ Հետո շուտով այդ կապիկի մայրն է սկսում նույն բանը անել։ Հետո ամբողջ կղզում կապիկները այդ բատատը ուտելուց առաջ սկզբում լվանում են ու նոր սկսում են նույնիսկ այն կապիկները, որ իրար հետ չեն հարաբերակցություն ունեցել։ Բայց դրանից հետո լրիվ մի հատ ուրիշ կղզում, էլի կապիկների արգելանոցում կապիկները բոլորը միասին սկսում են սկզբից լվանալ բատատը նոր ուտել։ Ու այդ ժամանակ այդ բանը առաջին անգամ մարդիկ կենտրոնացան դրա վրա, որ միասնական գիտակցության ուժի վրա, ու դա անվանեցին 100-րդ կապիկի փորձ, այսինքն երբ որ ինչ-որ ոչ թե կոնկրետ 100 հատ կապիկ էին, այլ ուղղակի ինչ-որ քանակություն, իրանց գիտակցության համատեղվեց եւ դա ոնց որ կախվեց երկնքում բոլոր կապիկների համար։ Դա հենց ցույց է տալիս, որ այդ Նյուտոնի եւ մեկ ուրիշի հայտնաբերած փորձերը հաճախ լինում են, ասենք, գրականության մեջ, երաժշտության մեջ, հա։ Ռադիոյի գյուտի մեջ, չէ՞, ասենք իտալացիք ասում են մերն է, ռուսները Պապովինն է, ամերիկացիք Եսիմումն է, 3 տարբեր տեղ միանգամից գյուտ են արել։ Հենց այդ 100-րդ կապկի փորձն է, էլի։ Ինչից է հետաքրքրապես դա երևի ինչ որ միասնական այդ քվանտի տարածքն է, էլի, որ ասում եք, հա, մեկ էլ գյուտ է գալիս, այդ տարածքից ու
որպես Մեջտենցս գիտականը դու ես փոխանակ դու ես բացես ինչի՞ց է հացինս ինչի՞ց է բայց կարող ենք տրավաբանենք միասին չէ բայց դա ինչի՞ց է ասեցինք միասին որտեղ արդեն հենց նոր խոսեցինք չէ որտեղ գիտությունն ու հոգևորը արդեն միասին են զուգահեռաբար միշտ էլ միասին են գնացի հիմա արդեն տեսնում ենք առանձնացրել ու հենց գիտությունն առանձնացրել ժամանակին ու գիտության կարծում եմ ողբերգությունն է դա որովհետև գիտության համար բանը հա քանի դեռ ապացուցված չկա բայց գյուտերն էլ անում են նրանք ովքեր չեն համաձայնվում դրան իհարկե հա այսինքն գիտության խելագարներն են փաստորեն չէ որ գյուտեր են անում են որոնք համաձայն չեն այդ կոդեքսի հետ գիտության փաստ չկա ուրեմն չկա այսինքն սենց մի քիչ որ բան անենք հա փիլիսոփայենք արեք սենց հարգերով եկեք պատկերացնենք գիտակցությունը ասենք այն ամենավերևի հարգում այդ աստվածային գիտակցությունն է որի մեջ կա բոլոր ինֆորմացիան հա որ ամեն ինչի կոդը մեջը կա ամենափոքրից մինչև ամենամեծը հետո իջնում է այդ higher self որ ասում ենք մեր այդ բարձրագույն ես օրինակի համար հա հետո այն ամենայն փոքր մակարդակում մենք ենք արդեն մարդիկ անհատներս որոնք որ կապ ունենք թե ամենամեծի հետ թե մեր այդ ավելի բարձրագույն եսի հետ հա ու իրանցից ստանում ենք ուղղորդություններ մեր կյանքի ընթացքում կախված թե մենք այս մեր տարան վերցնենք այս տարայի օրինակի վրա ծնվեցիր ասես մեր ճմրթված sense փոքր անճոռնի տարա է որտեղ դու ծնվել ես ինչ-որ մի ընտանիքում այդ ընտանիքի կարման փոխանցվել է քեզ այդ ընտանիքի գենետիկ հիվանդությունները կամ ինչ-որ այդ ամեն ինչը քեզ է փոխանցվել օրինակի համար այդ քո այդ բարձրագույն եսը գիտակցությունը ընդհանրապես իր լույսը կարա անցկացնի այս անցքի մեջով ու քո ապրած կյանքի իմաստը որ այս տարայի տարողությունը մեծացնես, այս անցքը ավելի մեծացնես, իրան ավելի գեղեցկացնես, որպեսզի այդ վերևից եկածած լույսը ավելի հեշտությամբ ու ավելի մեծականակ ծավալով կարողանա ներթափանցի քո տարայի մեջ։ Հիմա գալի հասնում ասենք ինչ-որ միտեղ, որ չգիտեմ, կա 10, 20, 30 կամ այդ կապիկներ օրինակով արդեն 100-ած sense տարա է տարածքում։ Ոնց որ մի հատ էլ ուրիշ գիտակցության շերտ է ձևավորվում, բացի այն աստվածայինը, բացի այդ բարձրագույն եսը, բացի այս անհատականը, մատ էլ հավաքական գիտակցություն։ Հիմա հենց հիմա այս տաղավարում, որ ես երեքով նստած իրար հետ զրուցում կանում, մտքերի փոխանակություն ենք անում, ես ունեմ իմ գիտակցությունը, դու Վարակ ջան քոնը Սամվելը իրանը, բայց մի հատ ընդհանուր ոնց որ sense հավաքական գիտակցություն են ձևավորում այս բանը, հա։ Ու 4-րդ մարդն այնտեղ, որը որ մեզ չի էլ տեսնում, բայց շատ հնարավոր է որ ստեից ինչ-որ մի բան խոսանք ու մի հատ ընդհանուր հայտարարի գանք ու ինքը ավտոմատ է download-ը ստանա, որովհետև ինքը նույն տարածքում է կամ ինքն էլ է այդ հավաքական գիտակցության մաս կազմում ու պարտադիր չի որ sense բառացիորեն կամ այդ իր 5 զգայարաններով ստանա այդ download-ը ինչ-որ մի հատ էլ այդ անտեսանալի կվանտային դաշտով չէ որ մենք այդ անտեսանալի այդ silver-ը ոնց էր հայերեն արծաթագույն արծաթե թելով մենք կապված ենք չէ բոլորս այդ կվանտային դաշտի հետ ու միշտ սիգնալն ուղարկում հետ ենք ստանում Հրաչ եթե ավարտեցի շարունակեմ մի հատ միտք եկավ ու կակրած վարակը իր թիմով ինձ թվում է ի վիճակի է դա պատկերել ցույց տալ ինչ հիմա քո ասածը ես էլ փորձեմ դրան ավելացնել ինչ-որ բան, թե ինչի է, որ ասենք 4-րդը, քո ասած 4-րդը ընդունում արդեն, հա, այդ մեր համամիասնական միտքը։ Հիմա պատկերացրա, որ մեզանից յուրաքանչյուրի վրա ավարտվում է այդ որ ասում ես բարձրագույնից իջնող բուրգը, որ այնտեղ հիմքն է, այնտեղ, հա, ինքը լայն է, sense բանով գալիս է այդ սուր իր բուրգը, հա, վերջանում է մեզանից մի հատ բուրգ մեզանից յուրաքանչյուրի վրա, հա։ Երբ որ մեզանից ամեն մեկը ինչ-որ մի բանի գիտակցության ավարտում, գիտակցությունը կուտակում, այդ կետը ոնց որ մենք լցնում ենք այդ բուրգը ներսից մեզանից յուրաքանչյուրը այդ գիտակցությամբ, հա, ու գալիս է մեկ էլ մի մակարդակը հասնում, որ տես իմը Վարակ ջան գալի հատվում է քո բուրգի հետ, հա, քո բուրգը գալիս է հատվում է մյուս կողմից Հրաչի բուրգի հետ Եվ այդպես ինքը հենց սկսում է ավելի մեծանալ, մեկ էլ այն կողմից, որը մի քիչ ավելի հեռու է, ինքը հատվում է մյուսի բուրգի հետ, հա,
ու այդպես մենք կարողանում ենք ավելի ու ավելի լայնորեն օգտագործել մեկս մեկի ինֆորմացիան։ Այդ միտքը կարծում եմ Կարելի է։ հա, եթե այդ տեխնիկապես կարողանանք դա պատկերել, որպես այս ասածը հասկանալի լինի ավելի, ինձ թվում է շատ ավելի այս բաները Տեսանելի կլինի ու ընկալելի։ Վաղվա ոդքասթերը եւ այլն, եթե մենք կարողանանք այս ձևի սարքել, որ մարդիկ ավելի լավ ընկալեն ու ավելի հավեսով նայեն, էլի, եթե սիրուն լինի, հա։ Ես ոնց եմ տեսնում այս ձեր ասածը, ֆիզիկայի անկյունից որ նայենք, հենց այդ վիբրացիաները, այսինքն իրանք գալիս են իրար վրա ու ինչ-որ մի wave են սարքում միասին։ Այսինքն դուք ունեք ձեր անհատականը, ես իմ անհատականը, բայց մենք որ իրար նույն սենյակում ենք կամ նույնիսկ նույն տարածության մեջ ենք, միասնական անհատական, հա, դառնում ենք միասնական անհատական։ Հա։ Ու դրա ոնց որ էլի վառ ապացույցն է, օրինակ հիմա որ մենք տեսնում ենք, sense համատարած արթնացում է կատարվում, հա։ Այո։ Իրականում sense շատ դանդաղ սկսվեց այս ամեն ինչը, sense բայց գիտես ինչ է, ոնց որ ինչ լիներ, Արեգ ջան, ոնց ասեն ստրատեգիապես բաժանվեին այն լուսավոր հոգիները քարտեզի վրա, որոնք որ մեկը ստեղ զարթնեց, մեկը ստեղ, ու ամեն մեկի վրա այդ միսիան դրվեց արդեն այդ Սուրբ Հոգու կողմից, հա, որ պետք է գնաս, այդ քոնը տարածես, ու մեկ էլ 5 հատ լույս, այս մեկը ավելացրեցենք 5 հատ ESA օրինակի համար այդ մեկը, հետո ես փորձեցի ինքս, հիմա դու շատ շուտով sense քարտեզի վրա նայել ենք, մենակ լույսեր ենք տեսնում։ Գիտեք, ժողովուրդ, այնպես քանի որ ճիշտ է, լսի, հրաչ, ինչքան ավելի արագ է սկսել ընթանալ, հա, ամեն ինչ։ Ինձ թվում է, որ այդ ոսկե հատման օրենքը արդեն միացել է։ Հա, անխուսափելի է։ Հա, եթե Վարագ ջան ծանոթ չես, ասեմ, հա, ոսկե հատ։ Ինչ է նշանակում, հա։ Ոսկե հատման օրենքը, Ֆիբոնաչի օրենքը, ինքը բարեշրջում դեպի էվոլյուցիա, դեպի բարեշրջում տանող կարևորագույն կետերից մեկն է, հա, օրենքներից մեկն է, իսկ էվոլյուցիա մենակ դեպի վերագնում, հա, ինքը չի գնում դեպի դեգրադացիա։ Ու այս օրենքը կարող է սկսել գործել այն ժամանակ, երբ որ համամարտկային գիտակցության ընդամենը 2.7% սկսի մտածել ինչ-որ մի հատ կոնկրետ գիտակցված, հա, այդ միասնական գիտակցությամբ, հա, դեպի բարեշրջում տանող։ Հենց որ այդ քանակությունը հավաքվեց, արդեն ոնց որ ասում են դրա դեմ խաղ չկա, հա, սկսվում միանում այդ ոսկե հատման օրենքը, որը շատ արագ տեմպերով սկսում է բանանել, էլի, իր աշխատանքը դեպի բարեշրջում։ Այս որ այսպես ակտիվ սկսել է, հա, այս մարդիկ, անհատները, խմբերը սկսել են ակտիվանալ հիմա, շատ հնարավոր է, որ արդեն միացել է այդ օրենքը, ոսկե հատման օրենքը։ Լրիվ հնարավոր է ու դրանում զարմանալու բաներ չկա։ Իհարկե, ուրախանալ մենակ։ Միակ զարմանալու բանն է, թե ոնց նույն տարածքում ինչքան բազմահարթակ է այս կյանքը ու ինչքան ասենք մենք այդ ամեն ինչը տեսնում ենք դրական կողմով ու մենք արդեն համարում ենք որ մարդկության փրկությունն արդեն անխուսափելի է ու էլի մեր առօրյայում հանդիպում ենք մարդկանց հարազատների ընկերներին այս չէ որ ուրիշ մարդկանց մասին է խոսքը ովքեր որ վստահ են որ մարդկության անհնարին է փրկել անդարձալի է արդեն անկումը մենք ենք ստեղծում էլի մեր իրականությունը մեր ընկալմամբ մեր մտքով ու միշտ խոսում եմ սրա մասին, թե ինչքան կարևոր է որ կարողանանք մեր ժողովրդին հասկացնենք, որ բառից բուն իմաստով եք դուք ստեղծում այս եղած շրջապատի իրականությունը ձեր մտքով, հավատալով ու ձեր մտքով, իսկ վախն էլ էլի հավատքի ոնց որ տեսակ է, երբ որ ասենք վախում ես ինչ-որ մի վատ բանից, դու էլի ընկալում ես այդ վախը, քո էներգետիկ դաշտ, քո իրականություն, դա հասկացեք, որ դուք այդ աստվածային այդ ստեղծագործող էությունն եք ու մենակ դրականը ստեղծեք, մենակ գեղեցիկը, մենակ այն ինչ որ սրտիցը տա դուրս գալի, այն ինչ որ իսկականից ուզում ես, այն ինչ որ վախում ես, այն ինչ որ չգիտեմ ատելություն կա այդ զգացմունքի հետևը, հա, նախանց կա, այդ ամեն ինչը մի ստեղծի, այդ ամեն ինչը արդեն 3 տարեկան երեխուց սկսած երևի այդ ամեն ինչը պարզ է, էլի, որ մեր մեջ այդ Աստված այդ ֆիլտրը դրած մեզ ուղարկել է այստեղ, էլի, դինես չի որ պետքա գաս աստես կյանքի ինչ-որ մի փուլ, նոր հասկանաս, որ այս բացասական էմոցիաները իրանք բացասական երևույթներ են։ Սա չէ, այսինքն նոր դուք ասացիք, որ միշտ դեպի էվոլյուցիա է գնում, բայց որ երեխան ծնվում է ինքը մաքուր է, չէ, ու մենք որ ծնվեցինք, օրինակ ես մաքուր եմ,
ծնվել, հետո ինչ որ չափի դեգրադացիա եմ ապրել, բայց ինչ որ մի պահի վերադարձել եմ ես այդ իրականությանը կամ չգիտեմ ինչի պատճառով, բայց ուզում եմ ասեմ ինչի համար է տենց որ մաքուր է, հետո մաքուր չի, հետո էլի մաքուր է։ Ճշմարիտն ասած, մաքուր է միշտ, հա, ուղղակի մեր փորձն է այդպես պահանջել, որպեսզի մենք կտրվենք իրականությունից, հետո վերադառնանք, հա։ Հիմա, ասենք, ներկա ժամանակներում դա շատ արագ է կատարվում ու այդ բաժարով, ասենք, պատանիները ոնց որ դու, հա, արդեն կարողանում են, հա, շատ արագ տեմպերով վերադառնալ այդ իրականությանը։ Բայց դա եղել է սովորական փորձի ուղղակի պատճառ, առանց դրա մենք չենք կարողանա փորձ ապրել, որպեսզի հասկանաս ինչա աճը, պետք է լինի նաև ձախը, չէ՞։ Քանի ձախը չկա, ինչ կիմանաս, որ դա աճն է։ Նույնն էլ այդ բանը գիտակցվածությունը, հա, այդ որ դու գալիս ես, ասենք, այս աշխարհ, դու բերում ես քեզ հետ հիշողությունը այդ գիտակցության, դրա համար մաքուր ես, հա, այդ որ ասում ես։ Հետո սկսվում ես կարծեցյալ այդ թվացյալ կեղտոտվելու պահը, որովհետև սկսում ես կտրվել այդ գիտակցությունից ու առնչվում ես արդեն ֆիզիկական կյանքի խնդիրների։ Բայց հետո արդեն երբ որ քո գիտակցությունը հասնում է այն մակարդակի, որ կարա հասկանա, որ սա չի իրականությունը, հա, ամեն ինչ ավելի լավ է, քան տեսնում եմ ես իմ աչքերի առաջ, հա, ելի սկսվում է այդ մաքրման process-ը։ Принципе, так ընդամենը խաղաղ գիտակցության մեջ ամեն ինչ մաքուր է սկզբից մինչև վերջ, հա։ Իսկ մի քիչ ավելի sense բան երեխեքի լեզվով, հա, որ բոլորիս համար հասկանալ լինի, իմ ընկալմամբ, էլի ես ասում եմ, վազայի օրինակի վրա, դա ամեն ինչ պատկերացրեմ, որ գնում ես տրենաժորի զալ, սկսում ես պարապել, որքան մկանները զարգանա, չէ։ Այդ քո ասած, ասենք, եթե դեգրադացումը չլինի, եթե փորձությունները չլինի, եթե դու չլծվես վախով, ատելությամբ, հետո ի՞նչն ես հաղթահարելու հզորանաս։ Հա։ Ոնց որ մի հատ փուլ ես անցնում, այդ քո ասած դեգրադացման, որովհետեւ հետո շանս ունենաս այդ ամեն ինչը հաղթահարես, արդեն հզորացած ինքնավստահություն։ Էդ է, մեր ընտրած, մեր ստեղծած խաղը էդ է, դա խաղի կանոններն օրենքները, մատրիցան է։ Դժվար է դրա համար խաղում ենք, չէ՞։ Եթե հեշտ պետք է լինի, հենց ինչի ենք եկել, այնտեղ հեշտ է, Դե գիտես վստահ եմ, որ կա ագին վերսիաներ, որ կան հարթություններ, հա, կան մոլորակներ, որտեղ որ փորձությունները այսքան դժվար չեն, ինչքան էս մեր մոլորակը, այս մեր մոլորակի ավարտվածներին, ասենց ասեմ, հա, այսի Հարվարդն է, այստեղից ով ավարտեց, ամենտեղ ընդունում են, հա, որովհետև քանի որ շատ ծանր է այստեղի վիբրացիաները, այստեղից քեզ վերագտնել հետ ուղարկելը, ոնց որ ավարտել է ինքը դժվար է։ Այսինքն դու կարաս գաս տեղ բազմաթիվ մարմնավորումներ ապրես, գաս քեզ կորցնես այն կարգի կորցնես, որ բազմաթիվ մարմնավորումներ պետք լինի ապրես, որ քեզ կարողանաս վերագտնես նոր հետ ուղարկես, բայց որ հետ ուղարկեցիր, արդեն ամենտեղ քեզ ընդունում են։ Արա գիտես մոտ ինչ է ուզում քեզ հարցնել։ Այդ կվանտային ֆիզիկա ուսումնասիրելու ժամանակ դե բարձր տարբեր թեորիաներ է, հա, հայտնի, մեկ էլ շատ հնարավոր է դուք ձեր ինստիտուտներում այնց թեորիաներ եք ուսումնասիրում, ու մեզի այդ հայտնի էլ չի։ Սիրածը թեորիան կամ թեորիաներից որի մասին կիսնես, որը որ sense քեզ բան արեց, sense տոկի տվեց, էլի փոխեց քո կյանքը։ Դե ինձ թվում է, հենց այս հոգևորի հետ առնչվող առաջինը այդ Յունգի այդ ծակերի բանն է, էքսպերիմենտն է, որ հենց փաստում է այդ որ ֆոտոները կրակում են, որ կրակում են ու ինքը Յունգի ասացի, Յունգի double split experiment-ը անգլերենով կոչվում, իրենք կարաս 2 ծակով անես կամ 3-4 ու անվերջ ծակերով, դե մեր աշխարհը, որ այդ էքսպերիմենտը աշխարհի վրա ոնց որ կանանես, ինքը ստացվում է, որ անվերջ այդ էքսպերիմենտն է գնում։ Անվերջ հնարավորություններ կա, տարբեր հնարավորություններ, հա, ու բոլորը միաժամանակ իրականում լինում են, կատարվում են, այդ էքսպերիմենտն է, որ իմ կարծիքով եթե գիտակցությունները ավելացվում, չէ, ինչ որ արդեն կոնկրետ ծակերով էր անցնում, դրա մասին է խոսքը։ Հա, այսինքն ինքը ասում է, որ եթե գիտակցություն չկա, ինքը բոլոր անցքերով միաժամանակ անցնում է, այսինքն ինքը բոլոր ճանապարհներն է վերցնում։ Իսկ եթե գիտակցություն կա, այսինքն կամերային միացնում, չէ, ինչ որ թեստի ժամանակ, հա, ինքը նկարում է ու ինքը այդ պահին ռանդոմ, չակերտյալ մի ծակերից մեկն է ընտրում, կոպիտ ասած, ու միշտ այդ ծակով է գնում, բայց երբ որ չես նայում, իրականում բոլոր իրականությունները նույն ժամանակ տեղի են ունենում։ Հիմա գնա ու աթեիստ եղի այդքանից հետո, չէ, գիտնական։ Հենց էս է ասում, էլի, հենց այս տիպի փորձն է, ու դրանից հետո արդեն էլ աթեիզմը բան արեց։
Հիմա վստահ եմ մեզի նայող չնես, աթեիստը մեզ նայում է ինչ անի, բայց Սխալեջի վրա կնայեն ու կներվային անան, ու էլի կփորձեն իրաց աթեիզմը առաջ բրդեն, արժ չկա, թու փորձեն։ Ուրիշ դրանից բացի։ Դե Ֆիբոնաչին ասեցինք, Ֆիբոնաչին այդ հիմնականում ինձ շատ հետաքրքրում է այդ հաստատուն թվերը։ Օրինակի համար լիտալինի պին ոնց է այնքան ամենտեղ հայտնվում, չէ՞, դա նշանակում է, որ ինչ որ օրենք կա տակը, որ մենք չենք կարող տեսնենք, բայց այդ պին, ասենք, ամենտեղ հայտնվում է կամ լիտալինի Ֆիբոնաչի այդ ոսկե թիվը կամ Euler-ի yen այդ հաստատունները կարաս համարես նույնիսկ որ մեկ թիվն էլ է հաստատուն ու իրան ամենտեղ կարաս գտնես։ Եվ իսկ վեսը կպիստիսը Ռուսերեն չգիտեմ։ Այդ ռուսերեն չի լատիներեն է։ Հա։ Ռուսերեն կլինի ձկան փուչիկ։ 1.618 Հա, Ֆիբոնաչի այդ ոսկե Այդ թիվն է։ Ֆիբոնաչի թիվն է։ Ոսկե թիվն են ասում կարծեմ, հա, այդ մատի Golden ratio։ Golden ratio-ն է, այդ մատի ծայրից մինչև ստեղ կամ ձեռքից ու թևից այդ ratio-ն ամենտեղ գտնում ես, դա լինի ծաղիկների մեջ, ծառերի մեջ, նույնիսկ որ բանի մեջ գնանք, այդ հին ճարտարապետությանների մեջ, այդ բանը տաճարները որ սարքել են Բաղալբեկում աշխարհում ամենտեղ այդ Golden ratio-ն օգտագործվել է, Da Vinci-ի կողմից է օգտագործվել, բոլոր լուսավորվածները այդ իրոք տեսել են այդ Golden ratio-ի այդ պին այդ հաստատունները ու ուզեցել են արտահայտեն իրենց արվեստների մեջ, որովհետև ինքը ինչ որ հատուկ վիբրացիա է մարդկանց մեջ արտնասնում այդ թվերը, որ լինում են։ Նույնը, ասենք, օրինակ 666 թվի տակ մի քիչ նեգատիվ բան կա, բայց օրինակ 666-ը ինչ որ հատուկ էմոցիաներ ու էներգիաներ է, չէ՞, մարդկանց մոտ արտնասնում է դրա հետ առնչվելու դեպքում։ Գիտես ինչ։ Չէ, ասի որ գիտեմ, չէ։ Դες 666-ը գրել ես, ասենք դες վերել ես դեմդ, հա։ Ինքը հաստատուն թիվ է։ Հա, անփոփոխ թիվ է, հա։ Բայց պատկերացրա, այնտեղ էլ մի հատ աթոռ դրած, գնում ես նստում ես այն աթոռի վրա։ Ինչա դառնում։ Հա, այն։ Դեմես ինչքան է հզորանում ինքը, էլի։ Հա։ Այսինքն դրա համար է այդքան հզորվեց այս թիվը։ Ոչ թե որ սատանայի թիվը է, այլ որովհետև այդ ձևի է փոփոխական հաստատությունը է, հա։ Ու դրա հետև արդեն անվերջանալի փիլիսոփայություն կա, որ սկսենք խորանալ, ինչ կավաղագին մարդու դուր չգա, որ Վիճալոց այդ բանը Ֆիբոնաչի սրա մեջ էլ կա։ Հա, կյանքի ծաղիկն է։ Հա։ Բանը, ոնց որ մեջտան էլ կա բան։ Հա, այդ սեֆերոտներն են, հա։ այդ Տեսլայի 3-ների 6-ների հետ կապված ուսումնասիրել ես։ Հա, 3-6-ը դե նումերոլոգիայի դաշտատ է մտնում, ես այդքան էլ չեմ խորացել Այս մենակ նումերոլոգիա է, հա, Տեսլան դե 3-6-ը գիտությամբ չի։ Հա, դե միանշանակ։ Ինքը բան է եղել, ասում են, այդ խփնված է եղել այդ թվերով, ինքը անդադ կրկնել է երազներում է տեսել բան, բայց Տեսլայի մասին չգիտեմ, դուք, բայց միշտ չի որ լավն եմ լսել։ Հա։ ասում են լեմորացի է։ Հա, հետո ասում են ինքը առանց ուզելու չարի համար է աշխատել։ Բանի նման, այսպես ասած, իր նույն օրինակը, չգիտեմ համաձայն եք թե չէ, բայց Հիտլերի օրինակն են բերում, ասում են Հիտլերը ինքը այդ պոտենցիալը ուներ, բայց ինքը այդ պոտենցիալը վատ օգտագործեց կամ իրան չթողեցին, որ կարողանա սխալ ճանապարհով գնաց, այսպես ասած, բանը դիմացնել Հիտլերի կարանք դնենք Ումրամ Այվանովին գիտեք, Ումրամ Միխայել Այվանովին կամ Հիսուսին օրինակ։ Ես տեսել եմ Այվանովի մասին, բայց չեմ խորացել։ Ինքը շատ լուսահոգի մարդ էր ու Հիտլերի նույն ժամանակն է ապրել ու դրա համար ասում են, որ այդ պոտենցիալը կարա սկում կամ այն կողմ, էլի։ Այդ հաստատ, բայց միևնույն ժամանակ մի հատ էլ ասես մի քիչ ավելի հեռվից ես նայում այդ ամեն ինչին, թե Հիտլերը Հիտլեր լինելով ինչ է տվել մարդկությանը, հա, ասենքն այդ չարիքից, այդ վշտի, այդ էմոցիոնալ դաշտից երբ որ դուրս ես գալիս, ոնց մի հատ արդեն համամարտկային օգուտի համար որ նայում ես, թե ասենք ինչ կարգի առաջընթաց մարդկությունն ապրեց, անգամ որ Հիտլերը ստիպեց, որ ասենք ատոմային բոմբերի գյուտը արագացվի, ու այդ ատոմային բոմբերի գյուտը ունենալուց հետո արդեն ինչքան քիչ մարդ է զոհվել, որտեղ այդ տիպի այդ major-ը, այսինքն այդ մեծածավալ պատերազմներ, ինչքան էլ լավ հիմա ինչ որ պատերազմներ կան, բայց երկրորդ համաշխարհից հետո անցել է արդեն քանի տարի, 70-80 տարի ու այդ լայնածավալ, այդ լայնամասշտաբ պատերազմները չունեցան, ու մենակ դա չէ, այդ համամարտկային արժեքների վերանայում եղավ
Եթե Հիտլերը չլիներ, այդ ամեն ինչը չէինք ունենա։ Ասածս ինչ է, այսօր որ մի քիչ առաջ որ այս podcast-ից որ խոսեցինք փորձությունների մասին, եթե հասկանում ենք, որ կա ինչ-որ մի հատ բարձր գիտակցություն, որը որ այս ամեն ինչը ոնց պետքա կառավարում է, այդ բարձր գիտակցությունները փորձություններ ունեն անում, որ մենք ունենանք, որպեսզի հաղթահարենք, չէ, հզորանանք, գնանք այնտեղ, որտեղ որ գնում ենք։ Այդ ժամանակ արդեն այդ Հիտլերը չի դառնում, էլի, այդ չարիքը, որը որ այս երրորդ հարթությունից նայելուց է։ Հա, դժվար է ասել, որ Հիտլերը ոչ մի սխալ բան չի արել, բայց դրա մասին ես թվում է դու ես չասեցի, հա, ուղղակի ուզում եմ ասեմ, ոնց որ 6-երն ու 9-երը, հա, որ նոր Սամվելը ասաց, ստեղից նայում ես 6 ես տեսնում, գնում ես սեղանի այն կողմից նայում ես 9 ես տեսնում։ Հա։ Հիմա նույն քո ասած Հիտլերի մեկ էլ այդ Այվանովի տարբերությունը, այսինքն ոնց հասկացա, կարելի է վերցնել նույն էներգիան, просто sense հակառակ կողմերով, հա։ Այս դե հիմա կողմերը այնպես կարանք, գիտենք չէ որ տիեզերքը միա բան է, միա բևեռ է, դա մենք ենք իրան երկու բևեռ սարքում երրորդ հարթության մեջ, էլի։ Դրա մասին է խոսքս։ Հրաչ ջան, Հայաստան եք եկել, հետաքրքիր է, ուր եք պատրաստվում գնաք, ես մեր հնավայրերից, այս տեղերից Հայաստանում։ Ես տարեկվա մեջ մի քանի անգամ լինում եմ Հայաստան ու այդ թվարկած հնավայրերը ու Հայաստանից ամեն անկյունն էլ միշտ լինում եմ, մեր Սամվելը 33 տարի չէր եղել Հայաստանում, իր այդ ենք փորձում ինչքան կարանք, եղանք Դսեղում, չէ, եղանք Քորվիրը, Բուրգը, Դվինի Բուրգը, ունենք էլի, տենց պետք է Սյունիք գնանք, այդ Քարահունջով բանով ուղղակի ժամանակներս չներեց, որտեղ այնքան սենց հետաքրքիր հանդիպումներ արեցինք, որ դեռ էլի պետք է անենք, բայց էլ ունենք մի քանի տեղ, Գյումրի պետք է գնանք, Դիլիջան, Իջևան, իսկ այդ հնավայրերից այս անգամ չհասցրեցինք ուղղակի, շատ ենք ուզում գնալ Քարահունջ, Տաթև, բայց Դվինի Բուրգը շատ հզոր էր։ Ինչ եզրակացություններ կարողացաք հասնել այս ամեն ինչի հետ կապված էլի, որտեվ ինձ ամենահետաքրքրող կողմը այդ կոնկրետ հենց այդ հնավայրերը, այդ նախկին քաղաքակրթությունները ու դրա պատասխանները, էլի, ինչ ներշնչեց ձեզ, ասենք որ գնացիք Բուրգը տեսաք, Քարահունջը։ Քարահունջը չտեսա։ Բուրգը փաստորեն այնպեսին ինչպեսին կա, տեսել եք Դվինի Բուրգը։ Ինքը կարելի ասել իմիտացիա է, մակետ է, վերևում, ներսում պահպանված են, թաքնված են խորը գիտելիքներ ու էներգիաներ, իրական բուրգը շատ ավելի խորն է, ու ինքը այդ սուր գագաթը ուղղված է դեպի ներս, անդերք։ Դա ամենայն հավանականությամբ գերագույն էներգիան է, կանացի էներգիան է, ինքը օգնելու է ներդաշնակեցնել մարդկային մարմնի գիտակցության մեջ արական եւ իգական էներգիաները, որի կերողնանք մեզանից յուրաքանչյուրը, հա, մեզանից յուրաքանչյուրը ուշտված է թե կանացի, թե իգական, թե արական էներգիաներով։ Հիմա մեր գնալով ամենայն հավանականությամբ այդ էներգիան սկսեց արթնանալ ու մինչև 32 թվականը ինքը ավելի հզորանալու է։ Ու դա օգնելու է մեր այս գիտակցված արտացման ընթացքի արագացմանը նույնպես հենց այդ մեր արական եւ իգական էներգիաների ներդաշնակման միջոցով, որովհետև շուտով կա այլ էներգիաներ էլ Հայաստանի տարածքում կբացվեն եւ արդեն համատեղ իրենք կսկսեն այդ փոխակերպումը մի տարածաշրջանից մյուսը այդ բարեշրջական էվոլյուցիոն process-ը, ինչի մասին մենք խոսում ենք։ Այդ մեր այդ հավաքական գիտակցությունը բարձրագույն բան չէ, դա ամեն ինչի մասին որ քննարկեցինք, այդ ամեն ինչը պետք է այս ֆիզիկական աշխարհում մի ձև կառավարվի, չէ, կամ աշխատի։ Ֆիզիկոսս դա հասկանում ես, որպես թեորիան լավ սա հասկացանք, բայց պետք է այս ֆիզիկական կյանքում մարմնավորվի այդ թեորիան։
Հիմա մենք ունենք վերսիա, որ այդ սա ամեն ինչը արվում է բուրգերի շնորհիվ, դա չի որ իմ իր վերսիան է, էլի գիտես վստահ ուսումնասիրած կրն է սա բուրգերի ու այս մեր հնությունների հա ու տենց զգացողություններ վերսամվել ունեցավ, երբ որ գնացինք այդ բուրգի մոտ, կոնկրետ իր մոտ այդ էներգետիկ դաշտերը բաց է ու կա լուրջ զգացողություններ, որը հաջորդ մի քանի տարվա մեջ այս մեր տարածաշրջանի այդ էներգետիկ դաշտը շատ է ակտիվանալու։ Հենց որ ես էլ համաձայն եմ դրա հետ, որտեղ արդեն ձերպես երիտասարդների մեջ այս փոփոխությունները որ տեսնում եմ, ինձ sense ասեմ, ես ամեն ինչ մտնելուց առաջ ես ամեն ինչին հասա Ամերիկայում, հա, որովհետև այնտեղ մի քիչ ավելի շուտ սկսվեց։ Ու հիմա որ գալիս եմ ստեղ ու որ տեսնում եմ, ասենք դու որպես երիտասարդները արդեն այս տարածքում եք այդ ամեն ինչին հասել, թե էներգետիկ մակարդակով Ճարս կդրած համաձայնվում եմ, հա։ Այսինքն կա էլ այդ էներգետիկ այդ էվոլյուցիան ստեղել է, այս տարածաշրջանն էլ է ապրում։ No, ոչ թե նույնպես ապրում, այլ գիտես վարակ ջան, օրինակ 1923 թվականից սկսած, հենց նավասարդից, հա, երկիր մոլորակ են սկսվել ներմուծվել հզորագույն էներգիաներ, հենց այս վերելքի համար, ու այդ էներգիաների առաջին հոսքը եղել է հենց Տաթևիսյան վրա, ու մարդիկ, որոնք գիտեին, ուրիշ երկրներից էլ եկել էին, որպեսզի մոտ գտնվեն այդ, նո դա ոնց որ կարելի ասել ոչ թե մենակ համամոլորակային, այլև համագալակտիկական տոնակատարություն կարելի համարել, որովհետև այս մեր վերելքը բոլորին է վերաբերվում, էլի։ Դրանում հետաքրքրված են նաև այլ քաղաքակրթությունները։ Ոնց որ մենք ժամանակին առանձնացել ենք ընտանիքից, ինչ-որ փորձ ապրելու համար, հիմա վերադառնում ենք ընտանիք։ Դրա համար այդ տոնա բոլորի համար, ու այդ սկսվեց հենց 23 թվականին։ Ու այդ պահից սկսած հենց այս տարածքում շատ ակտիվացել են այդ էներգիաները 2023 այն հա 2023 թվականի հուլիսի օգոստոսի 11-ից օգոստոսի 11-ից հա հենց այդ օրը այս չկարողացա գալ գնացի Շաստա էլ այդ օրը հա ու ավելի տեսանելի է հիմա այն ժամանակին ու դա առաջին հոսքն էր ու սկսվել է նպատակաուղղված հենց Հայաստանի եւ Վրաստանի տարածքում այդ էներգիաների մուտքը, որովհետեւ հենց այս տարածքում է սպասվում գիտակցական հզոր պորտկում։ Լի անչափ շատ ուրախ եմ, Վարակ ջան, որ ասենք տեսնում քեզ ու քո ընկերներին, որ ձեր միշկա հետաքրքրություն ես ամեն թեմաների մեջ, հա, փոխանակ մի խոսքով է ձեր տարիքակից է, մնացած երիտասարդների պես կլուբերից ու կաֆեներից դուրս չգաք, իրոք հիացած եմ ձեզանով ու վստահ եմ, որ իրար հետ մեծ ճանապարհ ունենք անցնելու, այս ամեն ինչի մասին որ խոսում ենք, դու ես հասկանում, ես էլ եմ հասկանում, հələ որ ուզում ենք միասին հասկանանք, ուղղակի մի բանը փաստ է, որ կա քուն, որի մեջ մարդկությունը քնած է եղել կամ հիմա այն իմաստը դա քնած է, ես ինքս ապրել եմ այդ քնից արտանալը, հա, ու կա քնից արթնացած հոգեվիճակը, որը որ շատ ավելի հաճելի հոգեվիճակ է։ Ու միասին, հա, մեկս մյուսից օգնելով բրուզած ինչա փորձենք այս քնից արթնանանք, փորձենք մնանք արթնացած, որտեղ մի բանը քնից արթնանալ, մի ուրիշ բանը արթուն մնալ, հա։ Ու արդեն արթուն հոգեվիճակում, արթուն մտքով միասին նստենք հասկանանք ինչ ենք ուզում, որ ուղղության վրա ենք ուզում ես մեր ազգը տանենք, ես մեր մարդկությունը տանենք, որտեղ մինչև հիմա Մատրիցա ֆիլմը շատ սիրուն է, էլի նկարագրում ես քունը։ Մատրիցան մի հատ ծրագիր է գրել, ու ըստ երևույթին մենք ենք այդ ծրագիրը գրողն եղել, մեր պապերի պապերը, հա, իրենց անգիտակից այդ քնի պատճառով։ Մի հատ հասարակություն ենք ձևավորել, որ ոչինչ ծառայեն, ոչ քեզ ծառայեն, ոչ ոչ մեկին չի ծառայեն իրականում։ Հենց արթնացման փուլը անցնենք, երես նստենք sense մի հատ կլոր սեղանի շուրջ, միասին կարանք որոշենք ու գիտակի ձևով ձևավորենք մի հատ հասարակություն, որը որ կբխի մեր բոլորի սրտից, որը որ կծառայի մեզ, մեր հաջորդ սերունդներին։ Իմ երազանքը, իմ ցանկությունը, իմ էս ամեն ինչի մաս կազմելու պատճառը մենակ դա է։ Ուրախ եմ շատ, որ հնարավորություն ունեցա քո հետ ծանոթանալ, հուսով եմ իրար հետ ահագին կհամագործակցենք։ Ես էլ ավելացնեմ, հա, երբ որ հրաժեշտ ցույց տվեց ձեր
աշխատանքներից, հա, երբ որ ես տեսա դրանց որակը, շատ ուրախացա իրոք, ինքս էլ շատ անմիջապես հասկացա Նիկին, թե ինչի այնք է այդպես որոշել ձեր հետ, որտեղ գիտես, Վարագ ջան, օրինակ կոնկրետ ես, հա, վաղուց, ասենք ունեմ տարբեր մտքեր, որ շատ կուզենայի, հա, ցույց տալ մարդկանց, ուղղակի հենց այն պատճառով, որ չունեմ տեխնիկական հնարավորություն, հա, դա գիտեմ տեխնիկապես, հա, ես միշտ դա հետին պլան եմ գցել կամ վատ եմ արել։ Հիմա այս մեր զրույցների ժամանակ ձեր օգնությամբ այդ ամեն ինչը կարելի է վերարտադրել շատ գեղեցիկ, հետաքրքիր, ավելի տեսանելի, ըմբռնելի, հա, ու դրանում էլ իմ ուրախությունը, հա, որ մենք գտանք ձեզ, փաստորեն դուք գտաք մեզ, հա, ու մենք կարող ենք միասին համատեղ այդ ամեն ինչը իրականացնել, էլի։ Դա շատ ավելի պրոդուկտիվ կլինի, արդյունավետ կլինի, համոզված եմ ես, ու ես այս վերջերս Երևանում այնքան մարդ եմ գրկել, որ ուղղակի չեմ կարելի մենակ ձեռնել բա։ Շատ ուրախ եմ, որ ծանոթացանք, հա։ Շատ ուրախ եմ ես էլ։ Հա, դե ես դեպի իրականության թիմի վարածները դրան հասնողները իրենց կճանաչեն։ Ես ուղղակի գաղափարակից եմ, շատ ուրախ եմ, որ այս թիմի մաս եմ կազմում ու վստահ եմ, որ շատ անելու բաներ կան այս ոլորտում, այս մեր Հայաստանում մանավանդ ձեր ասածներն էլ իմ մեջ շատ ուժեղ ոնց որ sense բան արեցին, զնգացին, որ իրոք այս երկրում ու այս ժողովրդի կողմից շատ մեծ գործ կա, որ պետք է արվի։ Դա լինի հնավայրերում այդ էներգիաների արթնացման հետ կապված ու գործ ունենք, ժողովուրդ չեմ ստանում։ Գիտես, այդ բանը ուզում եմ օրինակ իմ համար դա արդեն ոնց որ դառած լինի աքսիոմա ու դերոշի վրա ասենք գրված մի բան, հա։ Եթե մենք գիտենք, ուրեմն պատասխանատու ենք, որպեսզի ուրիշներն էլ իմանան։ Շնորհակալություն։ Նմանապես։ Շնորհակալություն։